Առավոտ լսուն շարունակում է իր աշխատանքը ուղիղ եթերում, իսկ ես ներկայացնեմ այն թեման, որ զրուցել ենք մեր հյուրի հետ։ Փետրվարի 1-ից մեկնարկել է անհուսալի վարկեր ունեցող անձանց աջակցության ծրագիրը եւ ամենակարևոր հարցը ինչպես դիմել։ Այս հարցերի պատասխանները մենք կստանանք շատ շուտով։ Քանի որ մեր տաղավարում է Հայաստանի Հանրապետության աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության կենսաթոշակային ապահովության եւ այլ դրամական վճարների վարչության ընտանիքներին տրվող նպաստների բաժնի պետ Արմեն Մարգարյանը, ողջույն պարոն Մարգարյան։ Բարի լույս։ Ինչ նպատակ ունի այս ծրագիրը եւ ում է այն ուղղված։ 2024 թվականին դեկտեմբերին դեռևս կառավարությունը ընդունեց մի որոշում, որով սահմանվեց անուսալի վարկեր ունեցող անձանց տնտեսական ակտիվության խթանման միջոցառումը, որի հիմնական նպատակն էր աջակցել աշխատաշուկայում ֆորմալ զբաղվածությունից զրկված կամ ֆորմալ զբաղվածներին համապատասխան աշխատաշուկա բերել իրենց աշխատանքի միջոցով։ Այսինքն մենք մարդկանց փորձում ենք օգնել այդ ազատվելու իրենց անուսալի վարկերից, վարկերի տոկոսագումարներից, մայր գումարից, մնացած բոլոր այն ատրիբուտներից, իրենց աշխատանքի միջոցով, այսինքն հիմնական նպատակից հետո մենք պետք է դիտարկենք, ովքեր իրավունք ունեն օգտվելու այս ծրագրից։ Առաջի օգտվելու իրավունք ունեն այն անձինք, որոնք աշխատում են եւ պեկում կա նրանց մասին տեղեկատվություն, որ նրանք աշխատում են եւ մուծում են համապատասխան հարկեր։ Այսինքն մենք համապատասխան որոշմամբ փորձում ենք կանոնակարգել նրանից այդ աշխատող անձից կանոնակարգվող այդ բռնագանձումների չափերը եւ մի փոքր օգնել քաղաքացուն։ Ըստ այդմ ես տեղեկացնեմ, որ տվյալ ծրագրից իրավունք ունեն օգտվել Հայաստանի Հանրապետության քաղաքացիները, ինչպես նաև կարող են օգտվել ժամանակավոր պաշտպանության կարգավիճակ ունեցող քաղաքացիները։ Ես արդեն իսկ ասացի, որ հիմնական պայմանը դա մարդու աշխատանքն է, ձևակերպված աշխատանքը, ֆորմալ աշխատանքը չէ, այլ ձևակերպված, որ մոծում հարկեր։ Ուրեմն կառավարության որոշման մեջ սահմանվեց նաև այն վարկառուների մասը, որոնք իրավունք ունեն բացի իմ նշած 2-3 պայմաններից օգտվելու։ Դրանք հետևյալն են, այն վարկառուները, որոնք ունեն 3 տարուց ավելի անուսալի վարկեր եւ որոնց վարկերի հանրագումարը չի գերազանցում 1 միլիոն դրամը։ Սա շատ կարևոր է, որովհետեւ մեր վարկառուների թիվը ըստ տեղեկատվության շուրջ 400,000 է, իսկ մինչև 1 միլիոն մայր գումար ունեցող վարկառուների թիվը շուրջ 341,000 է։ Ըստ այդմ որոշումը կայացվեց նման կերպ։ Իսկ նման սոցիալական ծրագրեր նախկինում եղել են։ Գիտեք, նման սոցիալական ծրագրեր, որ մենք մարդու փոխարեն վարկի գումար փակենք, չի եղել, բայց մի փոքր ես երևի թե սխալ արտահայտվեցի, որովհետև մենք փորձում ենք չփակել նրա փոխարեն, այլ փորձում ենք ստեղծել գործիքներ, որ քաղաքացին ինքը իր վարկը փակի, ինքը իր վարկի տոկոսները, առաջացած ամբողջ այն պրոբլեմատիկ մասան փակի։ Օգտագործելով այդ գործիքները։ Այո, եւ ամենակարևոր դրույթներից մեկն էլ կառավարության համապատասխան որոշմամբ նա էր, որ որոշում կայացվեց, որ մարդու աշխատանքից այն եկամտահարկը, որը ընդհանրապես գնում էր պետական բյուջե, 100% ուղղել համապատասխան վարկային պարտավորությունները փակելուն։ Միաժամանակ նաև դատական ակտերի հարկադիր կատարմանը հանձնարարական տրվեց, որ ավել գանձվող գումարը չպետք է գերազանցի 20%, այսինքն դահական այսօր քաղաքացիներից, եթե մարդը աշխատում է եւ ունի վարկեր, հատկապես անուսալի վարկ եւ արդեն իսկ աշխատում է, նրանից գանձվում է մինչեւ 50% գումար, աշխատավարձի մինչև 50% գումար եւ երկրորդը չի էլ նրա եկամտահարկն չի գնում իր գումարները մարելու։ Իսկ համապատասխան որոշում ընդունելուց հետո ստացվեց, որ նա իր մայր գումարը ուղղորդում է դեպի վարկերի, չգիտեմ, մայր գումարը կամ ընդհանրապես տոկոսագումարները փակելու, բացի այդ էլ նաև դահակային առաջարկվեց
հանձնարարվեց ավելի ճիշտ 20 ոչ ավելի քան 20%, եթե չկա նախապես պայմանավորվածություն ավելի ցածր տոկոս հետ գանձել։ Այս դեպքում արդյոք կապ ունի վարկատեսակը, որովհետև գյուղատնտեսական, հիպոթեկային եւ այլ սպառողական վարկեր կարող են մարդիկ վերցնել եւ նվազեցնել մայրգումարը այնքան, մինչեւ կհասնի 1 միլիոն դրամի եւ այս դեպքում դիմել այս ծրագրին։ Շատ լավ կլինի, եթե այդպես լինի, Եթե այդքանը վճարեն։ Այո, եթե այդքանը վճարեն, որևէ խնդիր չկա։ Վարկատեսակի վերաբերյալ որևէ տարբերակում չկա, ոսկու վարկ կլինի, չգիտեմ, անշարժ գույքի եւ այլը, բոլոր տեսակի վարկերը, որոնք անհուսալի են ճանաչված եւ մայրգումարը չի գերազանցում մինչեւ 1 միլիոն դրամը, բնականաբար ծրագրից կարող են օգտվել, որևէ տարբերակում չկա։ Ինչպես կարող են քաղաքացիները դիմել եւ ուր պետք է դիմեն, որպեսզի իրենց վարկը համարվի անհուսալի։ Ուրեմն քաղաքացիները կարող են դիմել առցանց տանը նստած համակարգչի դիմաց, եթե կա այդպիսի հնարավորություն եւ ունեն համապատասխան ծրագիր, այսինքն նույնական կարող են նույնականացվել, այսինքն դուք գիտեք նույնականացման ծրագիր գոյություն ունի, նրանք կարող են մտնել e-social IM կայքը, այնտեղից ընտրել անուսալի վարկեր պատուհանը եւ լրացնել ավելի ճիշտ այդ ամբողջը անելուց հետո անմիջապես կբերի իր, եթե ամբողջությամբ ճիշտ է եւ ինքը օգտվում է այդ իմ ասած ծրագրից, անմիջապես կբերի իր տվյալները։ Քաղաքացին ընդամենը առցանցի դեպքում նույնիսկ հեռախոսով կարող է այս ամբողջը անել, ընդամենը տալիս է 1-2 տեղ իր համաձայնությունը, որ ես համաձայն եմ, որ իմ տվյալները ստուգվի ՊԵԿ-ում, չգիտեմ, բանկում եւ այլը, որովհետեւ всё-таки ընդհանուր առմամբ բանկային գաղտնիք է, տեղեկատվություն, այսինքն ինքը իր համաձայնությունը պետք է տա։ Եթե եւ երկրորդ տարբերակը, այսինքն մենք դիտարկենք մի հատ առցանց, որը կարող է անել համապատասխան տեխնիկայի օգտվելով, եւ երկրորդը կարող է դիմել Հայաստանի Հանրապետության ցանկացած միասնական սոցիալական ծառայություն, տանի անձը հաստատող փաստաթուղթ եւ այնտեղ դիմի, այնտեղ դիմելու դեպքում մեր աշխատակիցներն են արդեն իր փոխարեն համապատասխան տվյալները մուտքագրում եւ նրա պատասխանը քաղաքացու պատասխանը մերժելու կամ հաստատելու տևում է մոտարապես մի 3-4-5 վայրկյան։ Այ մերժելու եւ հաստատելու ինչ չափորոշիչներով եք որոշում, ով կարող է օգտվել այս ծրագրից։ Օգտվել դե բնականաբար ես ասեցի առաջի հերթին Հայաստանի Հանրապետության քաղաքացիները կամ մյուսը, որոնք գտնվում են։ Բայց նշեցիք, որ 350,000 մարդ այսօր ունի մինչեւ 1 միլիոն դրամ վարկ եւ 350-ն էլ կարող է դիմի եւ օգտվի։ Իհարկե կարող է դիմել եւ օգտվել։ Մեր հաշվարկներում մեզ դիմողների թիվը իմիջիալոց է տեղեկացնում, որ դիմումները ընդունվում են մինչեւ 2026 թվականի հունվարի 31-ը։ Արդեն իսկ սկսել են ընդունվել փետրվարի 1-ից մինչեւ հունվարի 31, այսինքն 1 տարի։ Մենք դիտարկում ենք, որ այդ առումով խնդիր չկա։ Գիտեք, խնդիրը հետեւյալն է։ Պետության վրա ոչ միայն սա պետությունից գումար քաշելու խնդիր է, մարդ ինքը իր փողն է վերցնում, մենք ուղղակի պետությունից վերցնում ենք մի բան, որ փոխանցենք համապատասխան, չգիտեմ, բանկերին կամ դատական ակտերի հարկադիր կատարմանը, որի արդյունքում քաղաքացին իր աշխատանքով ինքը այն հարկը, որ տալիս էր գնում էր, չգիտեմ, սրա համար, այս պահին դիտարկում է ուղղորդել այս ծրագրի համար։ Խնդիր չկա, ինչքան շատ այնքան լավ, ինչքան շատ վերադառնան բնականon կյանքին, այնքան լավ, որովհետև ինչքան շատ մարդ սկսի օրինական դաշտում աշխատել, հարկեր մուծել եւ այլը, դրա արդյունքում կգոյանա պետական բյուջեում համապատասխան ծախսեր, ավելի շատ ծախսեր կառաջանա եւ եկամուտները կավելանան, չէ՞ որ պետության այդ ամբողջը գոյանում է իմ, ձեր, մյուսների դրված հարկերից։ Հիանալի ծրագիր է եւ սիրելի հեռուստադիտողներ, ինչպես իմացեք, եթե դուք ել ուզում եք դիմել այս ծրագրին, կարող եք մինչեւ 2026 թվականի հունվարի 31-ը դիմել եւ ձեր վարկն էլ գուցե համարվի անհուսալի եւ օգտվեք այս հնարավորությունից։ Իմիջիալոց ես ուզում եմ ավելացնել, որ բանկերի հետ ունենք պայմանավորվածություն, որը արդեն իսկ հաստատվել է իրենց հետ փոխհամաձայնագրով, նրանք այն վարկերի տուժտուգանքների 80%-ը մարում են այն մարդկանց համար, որոնք կընդգրկվեն այս ծրագրում։ Հրաշալի է։ Շնորհակալություն։ Ես եմ շնորհակալ։ Շնորհակալ ենք անչափ առավոտը մեզ հետ սկսելու եւ այս հետաքրքիր ծրագրի մասին նաեւ մեր հեռուստադիտողներին ավելի մանրամասն պատմելու համար, իսկ մենք շարժվենք առաջ, ելի հեռուստադիտողներ, լսելով երաժշտություն։